Այսպես Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել, այս մասին ապրիլի 3-ին հենց այսպիսի գրառմամբ, Facebook-յան գրառմամբ ահազանգել էիք դուք, Տիկին Ալեքսանյան, քննարկումը սկսենք ձեզանից, կխնդրեմ ներկայացնեք մասնավորապես ինչ տեղեկություններ եք ստացել, ինչ է իրականում տեղի ունեցել քրեակատարողական հիմնարկում, խնդրեմ։ Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես տարբեր ահազանգեր ստացա, այսինքն մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից եւ ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն, հասարակայնության հետ կապերի բաժին եւ հարցրել եմ ինչա կատարվում 5-րդ հարկում Նուբարաշենի։ Դա Նուբարաշեն ես շատ եմ եղել ցմահ դատապարտյալների մոտ 5-րդ հարկում 98 թվականին եմ առաջի անգամ գնացել եւ հիմա ես համեմատություններս է թվի որ մի սարսափելի վիճակ էր այն ժամանակ դրանից հետո ես զանգել եմ MIP գրասենյակ եւ ասել եմ որ sense վիճակ է այնտեղ մանրամասն տեղեկություններ եմ ստացել եւ ես անմիջապես գրառում եմ արել, որովհետեւ դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մտնում են այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով, ես հիմա ձեզ կնկարագրեմ թե խոշտանգումը ներողություն, ինչպիսին է եղել Երբ գետնին տապալելով, նախ խցերը ավիրել են, ամեն ինչ թափել շպրտել են սնունդը, հագուստեղենը եւ այլն, եւ գետնին են գցում ուրեմն դատապարտյալին, կանգնում են վրան ու սկսում են դուբինկաներով ծեծել, ասենք այդ կոտրվածքների մասին տեղեկությունները, դա այդ հարվածները, ինչի համար հարցնում էին բոլոր դատապարտյալները, ինչի համար են դա անում, ուղղակի այդպես են ուզում, այդպես են Ես 16 թվականին էր նման մի բան պատահել էլի Նուբարաշենում այն ժամանակ էլի օմբուդսմենի գրասենյակը արձագանքեց իդեպ շնորհակալ եմ օմբուդսմենի գրասենյակին Տիկին Մանասյանին արագ արձագանքման համար եւ ինձ թվում էր որ դեռ դա շարունակվում էր եւ իրենք շատ արագ են արձագանքել եւ գնացել Նուբարաշեն Նուբարաշենը դա բռնությունների որջ է այդ 16 թվականին էլի օմբուդսմենի գրասենյակը գնաց եւ հայտնաբերեց այնտեղ ինչ էր կատարվել այն ժամանակ իրոք ներքնակներ այրվել էին որովհետեւ դատապարտյալները փորձել են պաշտպանվել այրելով դռների վրա պահելով որպեսզի իրենց այդ ջարդը չիրականացնեն այսպես ասած Եվս ուրիշ մի քանի տարի առաջ Նուբարաշենի բանտում ուրեմն դանակահարել էին կալանավորին ռեժիմի պետի տեղեկությամբ եւ այլն այն ժամանակ վարչության պետին հետո հեռացանեցին աշխատանքից այլ ուրիշ դեպքեր էլ կարող եմ ասել եւ Նուբարաշենը դա մի կատաստրոֆիկ կներեք ես բառով ասեմ բանտ է որը շարունակ պիտի քանդեն բայց չեն քանդում այսինքն հանեն այս պայմանները իրավիճակը այդ բանտում այդ մարդիկ ոնց են այնտեղ եւ ես այս դեպքում ես տարիներ շարունակ ցմահ դատապարտյալների խնդիրներով եմ զբաղվում դա գիտեն բոլոր նախարարները Ես միշտ հանդիպում էի նախարարների հետ օրինակ Գրիգոր Մինասյանի ժամանակ փոխնախարար Բալյանի հետ այսպիսի դեպքեր իհարկե չի արձանագրվել բայց երբ խնդիրներ էր լինում իմ այցելությունից հետո ես գնում էի աշխատում ենք այդ խնդիրները լուծել եւ ոչ թե հրապարակել հասկանում եք իսկ խոշտանգումը բռնությունը դա արտառոց իրավիճակ է այն էլ ցմահ դատապարտյալներին, որոնք իրենք տարբերվում են իրենց օրինակելի վարքով։ Տիկին Ալեքսանյան, խնդրեմ ներկայացնեք մասնավորապես արդյոք տեղեկություններ հայտնել են ձեզ, որն է եղել պատճառը։ Դե ես ասում եմ, որ իրենք հարցնում էին, ինչ է եղել, ինչ է պատահել։ Ես հիմա կասեմ մի բան։ Ուրեմն զբոսանքի ժամանակ երգել են դատապարտյալները տարբեր երգեր։ Ինչ որ մեկը երգել է Դոլյա Վարավսկայա։ Ու դրանից հետո, երբ որ հենց դրանից հետո է եղել այս ամեն ինչը,
այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պետք է երգեք Գասպադա օֆիցերի։ Պատկերացնում եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ ես մի քանի հոգու հետ եմ խոսել եւ երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրամաս։ Դա ուղղակի, հա, եւ ասեմ ամենակարևորը հիմա ասեմ, որ սա շարունակվում է 1 ամսից ավել։ Եվ մեկը ասեց, որ գոնե սա վերջինը լինի։ Պատկերացնում եք, զինծառայողների ծնողներն են, երբ որ իրենց որդիները զոհվում են, նրանք են այդ բառերը ասում։ Շատ ազդեցիկ, երևի շատ ծանր